Կառավարության որոշմամբ 2026 թվականին կշարունակվեն հանրապետության ճանապարհային ենթակառուցվածքների լայնածավալ բարելավման աշխատանքները։ Գործադիրն առաջարկում է ավելի քան 7 միլիարդ դրամ հատկացնել պետական ու տեղական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման, նաև տրանսպորտային օբյեկտների վերականգնման ծրագրերին։ Նախատեսվում է իրականացնել 26 կիլոմետր ճանապարհահատվածների հիմնանորոգում Հայաստանի տարբեր մարզերում՝ Արարատից եւ Արմավիրից մինչեւ Լոռի, Շիրակ, Սյունիք եւ Գեղարքունիք։ Ծրագրում ընդգրկված են ինչպես միջպետական, այնպես էլ մարզային ու տեղական նշանակության ճանապարհներ։ Բացի ճանապարհների վերանորոգումից նախատեսվում են նաև սողանքային հատվածների ամրացման, ճանապարհների անցանելիության, ապահովման եւ անվտանգ երթևեկության կազմակերպման միջոցառումներ։ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի միջով անցնող M2 միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4.4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում աշխատանքները նախատեսվում է մեկնարկել եւ ավարտել այս տարի 2026 թվականին։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 43 միլիոն դրամ։ Տնտեսական ոլորտում կառավարությունը քննարկում է նաև ջերմատնային տնտեսությունների աջակցության նոր ծրագիր։ Այն նախատեսված է արտահանողների համար, որոնք Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում փորձում են մուտք գործել նոր շուկաներ։ Ծրագրի շրջանակում 2026 թվականի հունիսի ընթացքում արտահանված ջերմատնային արտադրանքի համար կտրամադրվի պետական փոխհատուցում։ Մասնավորապես ելակի յուրաքանչյուր կիլոգրամի համար կվճարվի 770 դրամ, լոլիկի համար 275 դրամ, պղպեղի 400 դրամ, իսկ յուրաքանչյուր արտահանված ծաղկի համար 37 դրամ։ Նշված ապրանքների արտահանումն իրականացնելուց հետո փոխհատուցման ստացման նպատակով տնտեսավարող սուբյեկտը դիմում է էկոնոմիկայի նախարարություն ներկայացնելով ապրանքի տարանցման հայտարարագրերը կամ արտահանման ապրանքի հայտարարագրերի պատճենը, ինչպես նաև հաշվարկային փաստաթղթերը դա նույն հաշիվ ապրանքագրերն են։ Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա դիվերսիֆիկացնելու արտահանման շուկաները, որը կնպաստի կազմակերպությունների բնականոն գործունեության ապահովմանը։ Արտահանման դինամիկայի վերլուծությունը պարոն փոխվարչապետ ցույց է տալիս, որ այս ծրագրի շրջանակում հունիս ամսվա ընթացքում կարտահանվի ավելի քան 4250 տոննա բանջարեղեն եւ ելակ, ինչպես նաև շուրջ 10 միլիոն հատ ծաղիկ։ Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական ցանկացած ապրանք, որը ունի պատշաճ որակ, արտահանվելու է անկախ որևէ արհեստական խոչընդոտներից, որևէ շուկայի, որևէ երկրի եւ այլն։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը բավարար ֆիսկալ պոտենցիալ ունի այդ խնդիրը լուծելու համար, անկախ նրանից, թե ինչ կանեն մեր գործընկերները, ինչով կաջակցեն կամ չեն աջակցի։ Ըստ այդմ ես կարծում եմ մենք պիտի հայտարարենք, որ սա առաջին միջոցառումն է, շարքը միջոցառումների մենք կիրականացնենք։ Կառավարությունը նախատեսում է նաև ընդլայնել արտահանման խթանման գործող ծրագիրը, ըստ այդմ առաջարկվում է աջակցություն տրամադրել դեպի Եվրոպական միության երկրներ, Միացյալ Թագավորություն եւ Կանադա արտահանվող գյուղատնտեսական արտադրանքի համար, փոխհատուցելով ներմուծող երկրներում վճարվող մաքսատուրքերը։ Այս քայլը միտված է հայկական գյուղատնտեսական արտադրանքի մրցունակության բարձրացմանն ու արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը։ Որոշմամբ որպես ապրանք դիտարկվում է միայն մշակող արդյունաբերության արտադրանքը, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տնտեսության զարգացման հարցում կարևորվում է ոչ միայն արդյունաբերության, այլ նաև առաջնային արտադրության զարգացումը, որի վառ ապացույցն է Հայաստանում ինտենսիվ բուսաբուծության զարգացումը, հիմնված ինտենսիվ այգիների հազարավոր հեկտարները եւ հարյուրավոր հեկտարներ տեխնոլոգիապես ամենաբարձր հագեցվածությամբ ջերմատները։ Մեկ այլ նախաձեռնությամբ սահմանվելու են ֆիթնես կենտրոններին եւ մարզասրահներին ներկայացվող միասնական չափորոշիչներ։ Նոր կարգավորումները նպատակ ունեն բարձրացնելու մարզաառողջարանական ծառայությունների որակը, ապահովել այցելուների անվտանգությունն ու նպաստել առողջ ապրելակերպի տարածմանը։ Առանձին կարգավորումներ են դրված ֆիթնես կենտրոններում կամ մարզասարքերում տեղադրված մարզասարքերի մասով, որպեսզի ապահովենք, որ դրանք ինքնաշեն չլինեն, ունենան համապատասխան սերտիֆիկատ եւ ըստ այդմ վստահ լինենք, որ այդ մարզագույքի օգտագործումը անվտանգ է եւ ապահովում է այն տրամաբանության մեջ, որ օգնում է մարդուն, ոչ թե վնասում։ Համապատասխան կարգավորումներ են սահմանվել օդափոխության, սանհանգույցի, ջրամատակարարման, բնական կամ արհեստական լուսավորության, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում բժշկական ծառայությունների հասանելիության մասով։ Իհարկե սահմանվում է նաեւ, որ ֆիթնես կենտրոնների մարզիչները պետք է ունենան հավաստագիր։
Կառավարությունում վստահ են, որ այս ծրագրերի իրականացումը կնպաստի ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, արտահանման ծավալների աճին, գյուղատնտեսության եւ սպորտային ոլորտի զարգացմանը, նաեւ քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։